Նա չեկավ կրոն հիմնելու, նա եկավ հիշեցնելու մեզանից յուրաքանչյուրին, որ Աստծո թագավորությունը մեր ներսում է։ Նա չբերեց վախ, նա բերեց սեր, նա չբերեց մեղադրանք, նա բերեց ներում։ Նա խոսեց ինչպես ձկնորսների, այնպես էլ թագավորների հետ բաց սրտով։ Նա քայլում էր գետի ափով, իսկ նրա խոսքը հոսում էր ինչպես լույս, արթնացնելով հոգիներ։ Նա չէր դատում, նա կանչում էր. «Արթնացիր, լույսի զավակ, դու մենակ չես»։ Նրա առաքելությունը եղավ ոչ միայն մարդկությանը փրկելու մեղքերից, այլ արթնացնելու յուրաքանչյուրի ներսի աստվածային սկիզբը։ Նա չբերեց զոհաբերություն, որպես տառապանք, այլ բերեց հարություն, սիրո, ներման ու սրտի ազատագրման միջոցով։ Նա սովորեցրեց մեզ լինել տաճարներ, ուր ապրում է Հայրը, տաճարներ առանց պատերի, առանց միջնորդների, առանց հոգեազուրկ ծեսերի։ Նա ասաց. «Աստծո թագավորությունը ձեր ներսում է»։ Սա հոգևոր հեղափոխություն էր։ Նա ընդունեց ցավը ի ցույց դնելու, որ նույնիսկ ցավում կարելի է մնալ լույսի մեջ, նույնիսկ դավաճանության մեջ ներել, նույնիսկ մահվան մեջ կենդանի մնալ։ Նրա խաչը երկրի ու երկնքի, մարմնի ու հոգու հատման կետն է։ Նա բացեց դարպասները երկու աշխարհների միջև։ Խաչի վրա նրա խոսքերը. «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն ինչ են անում»։ Սա ոչ թե թուլություն էր, այլ ներելու ամենազոր ուժ։ Սա սեր էր, որը մնում է սեր, նույնիսկ երբ նրան մերժում են։ Նա հարություն առավ ոչ թե փառքի համար, այլ քեզ համար, ասելու. «Մահը վերջ չէ, ցավը թշնամի չէ, հարությունը միայն մարմնի մասին չէ, դա հոգու վերածնունդն է։ Դու կարող ես ամեն օր հարություն առնել, սիրո, ներման, ներքին արթնության մեջ»։ Նա մնաց մեզ հետ։ Նա ապրում է յուրաքանչյուր սրտի մեջ, որն որոնում է ճշմարտությունը։ Նա քայլում է մեր կյանքի ափերով և ասում է. «Քայլեք իմ հետևից, ոչ դեպի մութը, այլ դեպի լույսը, և ես կլինեմ ձեզ հետ բոլոր օրերին»։ Նա միայն սերը չէր քարոզում, նա ինքն էր սերը։ Նա ասաց. «Ես եմ ճամփան, ճշմարտությունն ու կյանքը», բայց նրա խոսքի էությունը մեկն էր. «Ես եմ սերը», և չկա օրենք ավելի բարձր, քան սերը։ Աշխարհն ուսուցման վայր է, որտեղ մենք ցավով, ընտրություններով, հանդիպումներով ու կորուստներով սովորում ենք հիշել, որ միայն սերն է հավերժ։ Երբ նա մոտեցավ Երուսաղեմին, նա չմտավ քաղաք իբրև ռազմիկարգա, այլ որպես խաղաղության ուղարկյալ, նստած ավանակի վրա։ Մարդիկ նրան դիմավորեցին արմավենու կանաչ ճյուղերով, աղաղակելով. «Օսաննա, օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անվամբ»։ Բայց ժողովուրդը մինչև վերջ չհասկացավ այդ լույսը։ Նրանք սպասում էին մեկին, ով կփոխի արտաքին աշխարհը, իսկ նա եկավ փոխելու սրտերը։ Նա չպահանջեց վրեժ, չբերեց դատ։ Նա ասաց միայն. «Սիրեցեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ»։ Նա չդասավանդեց օրենքներ, ինչպես օրենսիրները։ Նա ասաց. «Սիրիր Տիրոջը քո ամբողջ սրտով և քո մերձավորին ինչպես քեզ»։ Սա ամբողջ օրենքն է, մնացածը մեկնաբանություններ են։